Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր մարտի 1։ Լսեցեք Տիրոջ խոսքը դուք, որ դողում եք նրա խոսքից։ Ասում են ձեր եղբայրները, որ ձեզ ատում և անարգում են իմ անունի համար, թող Տերը փառավորվի և մենք տեսնենք ձեզ ուրախության մեջ, բայց նրանք պիտի ամաչեն։ Եսայի 66:5 խոսք։ Հնարավոր է, որ այս խոսքը վերաբերում է այս խոստումների փոքրիկ գրքի հազարավոր ունկնդիրներից միայն մեկին, բայց Տերը խրախուսում է հենց այդ մեկին այսպիսի խոսքերով. Եկեք աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր անարդարացիորեն վտարվել են իրենց սիրելի հասարակությունից, թող որ Տերը հայտնվի նրանց և ուրախությամբ լցնի։ Այս խոսքը վերաբերում է այն իրական բարեպաշտ մարդկանց, ովքեր դողում են Տիրոջ խոսքից։ Նրանք անարգվեցին իրենց եղբայրների կողմից և ի վերջո վտարվեցին իրենց հավատարմության և սրբության պատճառով։ Սա անկասկած շատ դառն է նրանց համար, հատկապես այն պատճառով, որ նրանց վտարումը կատարվել է Տիրոջ անունի համար և ենթադրաբար Աստծուն փառաբանելու համար։ Որքան շատ բան է անում սատանան Աստծո անունով։ Եհովայի անունը գործածելը հին օձի խայթոցին թույն ավելացնելու համար նրա խորամանկության օրինակն է։ Տիրոջ հայտնվելը նրանց համար իր հալածվող ժողովրդի հույսն է։ Նա իրեն հայտնում է որպես իր ընտրյալներին պաշտպան և հովանավոր, և երբ նա դա անում է, դա նշանակում է աստվածավախների համար հստակ ազատագրում և նրանց ճնշողների համար անարգանք։ Տեր, կատարիր այս խոստումը նրանց, ում մարդիկ ծաղրում են։